Մի քանի տարի առաջ Yandex-ի առցանց քարտեզի խցանումների 10 բալանոց սանդղակը Երևանի համար թվում էր անիրական, սակայն այսօր այն դարձել է փաստ։ Երեկոյան ժամերին ահասարսուր խցանումները արձանագրում են ոչ միայն քարտեզները, այլև հազարավոր վարորդները բարկացած ազդանշաններով։ Երևանի խցանումները չեն շրջանցել անգամ երկրի ղեկավարին։ Վարչապետ Փաշինյանը, որը հազվադեպ է առանց ոստիկանական ուղեկցության տեղաշարժվում Մայրաքաղաքում, ընդամենը 3 անձամբ է բախվել մայրաքաղաքային երթևեկության քաոսին, եւ այն այսօր կառավարության նիստում որակել է որպես ճգնաժամ։ Ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ չի կարելի տենց թույլ տալ, որ տենց իրավիճակը լինի։ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել հատուկ ճգնաժամային խումբ, ներգրավելով ոստիկանությանը, քաղաքապետարանին համակարգային լուծումներ մշակելու համար։ Մինչ ճգնաժամային խումբը դեռ իր աշխատանքի մեկնարկին է սպասում, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ անցած ամիս վստահեցրել էր, թե խցանումների թիվը զգալիորեն նվազել է շնորհիվ հանրային տրանսպորտի նոր գծերի։ Նա նաև խոստացել էր հաջորդ տարի իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր, որոնք կներառեն հեծանվային ուղիների ավելացում եւ մայթերի ընդլայնում, առաջնահերթությունը տալով հետիոտնին ու հանրային տրանսպորտին։ Մենք կարողացել ենք ստանալ մոտավորապես 18%-ով ավելի պակաս խցանումներ Երևան քաղաքում սեպտեմբերի առաջին օրերին։ Եվ իրականում մենք շարունակելու ենք այս տրամաբանությունը եւ փորձելու ենք ել ավելի խցանումների մակարդակը նվազեցնել արդեն մի փոքր ավելի տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ։ Ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի։